Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարցերով դիմել ենք ինքը դարավորությունա փոխվել, մարդիկ են փոխվել, քաղաքապետ, վարչապետ, հասարակ այս փոքր մեր սկերից վերև տղամասը, ոչ մի ձևով 100 անգամ դիմել ենք ամեն տեղ, ոչ ճանապարհ ունենք, անձրևակալները ինչ են կամ ինչ են դրոց։ Ամեն 21-րդ դառնա թաղամասը 6 տուն ենք գաշ չունի, գաշ չեն քաշել։ Դիմել ենք 100 անգամ, 1000 անգամ գնացել ենք, նամակել ենք գրել, ամեն ձև դիմել ենք, ոչ մեկ չի աջակցում։ Ինչից է, որ մեր հավատը կորցրել ենք, վստահությունը կորցրել ենք։ Ես ըմի եմ, որ մենք վստահ ենք ձեր վրա, հավատում ենք ու եմ, որ ես ուղղակի խնդրանք հա, որ այս կողմի վերաբերյալ ուշադրություն դարձվի։ Ես կուզեմ դաժե, որ եթե դժվար չի, մի հատ դուք բարձրանաք, դուք տենաք, մենք իհարկե, հեսա հենց հիմա կգնանք։ Ճանապարհ չկա ընդհանրապես, 100 անգամ գնացել ենք, դիմել ենք, գազի համար դիմել ենք, ամեն տանից են ձեր թիվ են ուզում, որ այդ թիվը ես ունենամ 100% քաղաքի կենտրոնից անձնական դասի խաշել։ Ասենք իմաստի ինչու՞մն ախպեր, որ խոսքի մենք իրանց հետ չկա, հանդեպ չեն կարող մենք իրանց աջակցենք, որովհետև պաստանը մեզ խավան են մենք մեր վստահություն կորցրել են, որ երբ մենք էլ հնի վստահ ենք, մենք ուզում ենք նոր քայլ անենք, տեսեք մարդկային ձևով ապրենք, երեխեք չեն կարող գնան դպրոց, տաքսեն կանչում չի գալի ճանապարհների պատճառով։ Այն էլ ձմեռը անձրևել մի հատ եկավ։ Են չեն գալի, անձրևել չի գալի, չեն գալի։ Ստեյց վերև որ չեն գալի, սո չեն բարձրանա։ Սա անպայման կտեսնենք։ Նայեք, մի սենց բան ասեմ, էլի շատ ես ինձ ձեզ հասկանում եմ, այդ որ ասում եք հիասթափված բան է, որովհետև մեր հիմա քաղաքներով ու գյուղերով պատտվում ենք, չէ։ Շատ են մարդիկ, որ ասում են ուղղակի այն որ ժողովրդին հասցրել են որ այստեղ են, էլի, որ չկա, չեն կարողանում վստահել խաբել են, որովհետև ինչ են եղել, այս ընտրությունից են ընտրություն եկել են, խոստումներ են տվել, գնացել են, չեն արել այդ խոստումները, պաշտոն են դիզել, ստացել, բիզնես են ստացել, իրանց անձնական գործերն են դզել, կարգավորել, վերջում էլ եկել են ժողովրդին նորից սկսել են մենք հավատացել ենք, խոսացել են, հավատացել ենք, մարդը որ խոսում է հավատում ենք, ասենք մարդը ասում։ Դե հա, ինչ հավատում ենք, որ մենք էլ ենք ուզում խոսքի, ասենք խնամված տեղը, մեր ճանապարհները, մի հատ տեղ զիբի ящик էլ չկար, ցերեկային լույս էլ չկար, ոչ մի բան չկա ընդհանրապես, ասենք, այնպես կարգավիճակը մենք ապրենք, ոնց որ մենք вообще կտրվածն ենք, դա вообще գնում ես մի հատ էլ ուզում ես ավտոյի տեղ զիբիլի փող են ուզում որ տեղ մոտորը տանեն, բայց զիբլի ящик չեն բերել դրել ախր։ Ու sense լիքը հարցեր։ Այն որ հիմնականում գազն ու ճանապարհն է, մնացածը սաղմանը, մուրա բան չեմ ասեմ։ Ինչ մնաց խոսքի ասեմ, մի հատ լուրջ հարցով դիմես կայնան ստե լուծում տան, չեմ հավատում ես։ Չկա տենց բան։ Հիմա նայեք, իմ գործը եւ ժամանակին եւ իմ գործը թողնելուց հետո էլ անընդհատ եղել է մարդու հետ կապված, կոնկրետ մարդու հետ։ Ձեր անունը ինչ է, ինչպես Սասուն ջան, նայեք, ես որ քաղաքականություն եկել եմ կամ ես հայտը ներկայացել եմ, ոնց եմ արել։ Ոչ թե որ ամբողջ կյանքս կուսակցական եմ եղել, ուզեցել եմ քաղաքական գործունեությամբ զբաղվել, այլ մարդկանց խնդիրները անընդհատ որ տեսել եմ, հասկացել եմ, որ կոնկրետ պոզիցիայի վրա եթե լինես, փաստաբան կամ եղել է մարդու իրավունքների պաշտպան, մյուսը չես կարողանում հարցերը լուծես։ Պետք է լինի որոշում կայացնելու հնարավորությունը դու պետք է ունենաս իրավունքը, որ մարդկանց հարցերը լուծես, որովհետև դու մի բան անում ես, իշխանությունը եթե ուրիշն է, հրտես ես իշխանությունը գնում ասա փչացնում է։ Մենք բանի ես պատերազմի ժամանակ ադրբեջանական հանցագործությունը դրանից հետո անընդհատ փաստագրում էինք, ամրագրում էինք, տանում էինք միջազգային դատարան, ինչ են անում, գնում ասում են գնանք հետ վերցնենք։ Այսինքն ամբողջությամբ հակառակ բանն արվում։ Դրա համար հասկացան, որ չի լինում։ Մենք պետք է հայտ ներկայացնենք մեր ժողովրդի վստահությունը, գիտենք դժվար է, մարդիկ հիասթափված են, մարդիկ այսքան տարիների ժամանակ լիքը մարդիկ կա չկողմնորոշված են։ Հիմա մեր նպատակը այն է, խնդրում ենք մեր ժողովրդի վստահությունը, քվեն, որ մենք կարողանանք այս ծրագրերը իրականացնել ու խոստանում ենք, ասենց գիտեք, բաց ճակատով, որ երբեք նենց չենք անելու, որ մարդիկ մեր համար փոշմանեն, գլուխ կախեն կամ փոշմանեն, որ ընտրել են, էլի բացառվում է, որովհետև ես ինքս իմ գործով ցույց եմ տվել, Սասուն ջան, ես երբեք չենք խափում մենք մարդկանց, այդ ճիշտ չի, այդ մեր մեջ չկա, էլի, չգիտեմ, կա ժողովրդի հաշվին հարստանալ, կաշառք վերցնել, դրանք ամենասարսափելի բաներն են, այդ պետությունը քայքայելու հիմքերից է։ Դրա համար մենք այդ հարցը շատ հասկանում եմ ու անպայման նման հարցերը պետք է ուշադրություն դարձնեն ինքը վատը դառնա, ու նրա համար այսօր անտառը արգելված է, չէ՞ թույլ չեն տալի։ Դա ասենք, հիմա երկու հատ փոքր երեխա ունեմ։
Պետք է ուրիշ հնարավորություն չեն լինի, քաշեն։ ուրիշ Ես հնարավորություն։ գազ չեն քաշեն, փետնել արկելել են, չեմ կարող բերեմ։ Լավ, ինչ անեմ։ Պետք է ուրիշ այո հնարավորություն լինի, անտառը հասկանում ենք, բայց գոնե մյուսը լինի, իհարկե։ Չէ։ Անպայման։ Չեմ տալի հարցի։ Առաջին ինքս լուծում տվողը հենց ինքն է։ Գող գնալու եմ գողություն անեմ անտառից, որ բերեմ իմ երեխեն չմրսի։ Ընկնել խնդիրների մեջ, ընկնել ոստիկանություն, ընկնել Որը դուք էլ չեք ուզում, վստահ եմ դուք էլ չէ, 1000 տարի պետք է դա իհարկե։ Աստված դառնեմ հանցագործ։ Թույլատրելի հատումներն էլ քիչ է, չէ՞ բանը։ Իհարկե, вообще չի թույլատրվում։ Այստեղ հարցը այն է, որ մարդուն նենց վիճակի մեջ է։ Հաթոմներ չեն թույլ տալի։ Այստեղ հարցը գիտեք որն է, հարցը այն է, որ մարդուն պետական քաղաքականությունը նենց է, մարդուն նենց վիճակի մեջ են դնում, որ ինքը ճարահատյալ ընտանիքի ամենա նվազագույն կարիքները հոգալու համար այդպես բաներ է ստիպված։ Քաղաքապետին հարց եմ տալի, ասում եմ, չկա, գազ չունի մեր թաղամասը։ Պետն է չեք թույլ տալի։ Մի հատ իմ հարցին պատասխանեք, ես ոնց տակ հասնում եմ, ունու իմ երեխեք չմրսեն, ես չմրսեմ։ Իմ հարցին չի պատասխանում, ասում եմ կմտածեմ, ու ես արդեն 6 տարի է։ Ու դե հենց դրանց առաջ էլի երկար ժամանակ, ասենք 21-րդ դարն է թաղամասում գազ չկա, քիչ են գա պատճառ, նշան որ գազը չեն քաշում։ Այստեղ Ասուն ջան, մենակ այդ գազի, այստեղ նաև կարևոր է։ Լավ, ասենք ենթադրենք ինչ որ ուրիշ 3000 անգամ, դա մեր համար շատ կարևոր է պրոստը։ Ես ուրիշ բան եմ ասում, այստեղ պետք է նայես դու նաև ինչ իշխանություն է, որ ինքը մարդուն նայում է, որ Սասունի հարցը լուծելու համար ինքը ոչ թե պետք է անի նրա համար, որ Սասունը չբողոքի, այնքան որ Սասունը մյուսը չբողոքի, այլ ինքը ոչ թե ինքը դրա համար է անում, բայց իրականում ինքը պետք է անի, որ Սասունը լավ ապրի, մյուս երեխեքը լավ ապրեն, լավ ապագա, այլ ոչ թե նրա համար թե լավ այնքան որ չբողոքի։ Սա ինչ է նշանակում, այս իշխանությունները մարդուն դիտում են որպես գործիք։ Իշխանություն պահելու գործիք։ Ախպեր ջան, պետք է կավ, այսօր կգովա, վաղը կկալանավորի, այն մյուս օրը այս ինչ կանի, կվիրավորի։ Այսինքն, երբ որ եղավ իշխանություն պահելու հարց, դրա համար իրականում պետք է իշխանություն, որ ոչ թե մտածում է իր աթոռի մասին, ոնց անի, որ 2 օր ավել անի 3 օր, այլ որ եթե դաժե 3 օրից էր զրկվելու այդ պաշտոնից, բայց հանուն մարդու քայլը անելու, ինքը պետք է անի այդ խաղը։ Շուտ խոստումներ են տալի։ Հենց այդ է, որ իշխանության բնույթը պետք է նենց իշխանություն լինի, որ իր համար մարդը կարևոր լինի, այլ ոչ թե պաշտոնը։ Այս արդարությունը ինչի հիմա չկա, որովհետև ոչ թե ինքը մտածում է մարդու մասին, այլ նենց անի այս մարդը այնքան որ բերանը փակեն չբողոքի, որ ես հանգիստ մնամ, ցույցեր չլինի բան, չբողոքեն, ես այտենց լավ է իմ համար, բայց այդ մարդուն իրականում ստացվում է իտոգում արդարը ընդհանրապես արդար չեղավ այդ մարդը։ Իր համար արդար է, իրանք միլիարդավոր, չգիտեմ, եթե տեղակեք միլիարդավոր դոլարների, միլիոնավոր դոլարների պարգևավճար են ստանում։ Մենակ առանձնատունը պահելու համար 600 միլիոն դրամից ավել փող է տրված։ Մեր հարկերի բոլորիս հարկերի հաշվին է Սասուն ջան, նաև քո ու մեր բոլորիս ու գաղտնագրված է։ Այսօր եթե որևէ մեկը փորձի հասկանա, չի լինի։ Գնանք ծաղիկ տնենք։ Մի հատ վերև է քայլենք, էլի Սասունը ասաց վերև մի հատ քայլենք, տեսնենք ու հա, Եկուզ մեքենայով բարձր։ վայ չէ, ոտով գնանք, ինչ խնդիր է։ Հերո է։ Անյանը կիմանա, էլի ձեր թաղը են, էլի տենց բարձրանում։ Անաստաղը թե վերև։ Մանաս թաղից էլ մի քիչ վերև, հա։ Ակոնս։ Ոտով ոտի ճամփա չի։ Քանի ոտի ճամփա չի։ Ոտ ավտոյի ճանապարհ է, ուղղակի։ Չէ, նկատում եմ ինչքան մի ժամ են քայլելու, ինչքան կատակ եմ անում։ Հա, քայլենք հեսա, ինչ է եղել։ Ասեք, հա։ Միջև վերջ գնալը պետք է չի, երևա։ Կգնանք, ես սիրով կգամ։ Բնական ռեսուրսների, տեսեք, նախ մեր բնական ռեսուրսները, մեր ընդերք ամեն ինչը այդ պետական սեփականությունն չի քննարկվում։ Դա մեր պետության այսօր էլ ու միշտ էլ տենց է եղել։ Այստեղ հարցը այնց է, որ դու ում ես տալի աշխատացնելու համար լիցենզիաներ եւ այլն։ Այստեղ պետքա պետության պատասխանատվությունը, ոչ թե կառավարությունը քայլեր անի, որ իր ներկայացուցիչների մտցնի մեջը, ոնց որ Զանգեզուրի պրոնզամոլիբդենային կոմբինատն է, չէ՞։ Հա, իր մարդկանց դնում է մեջը։ Այն առաջելերը տենց չէ, կային։ Հիմա բան չի փոխվել։ Հիմա եկել են իրանք են փոխարինել։ Հələ այն նախկինում ով որ կա, մեկը շարունակում են մնալ։ Այդ պետք է բացառվի։ Միանշանակ եմ ասում, այստեղ երաշխավորված։ Եթե նման բան եղավ, մենք ուղղակի էլի նորից չենք զարգանալու, էլի մնալու ենք նույն տեղում։ Հետ են զարգանալու, ոչ թե նույն տեղը, մարդն հետ են զարգանում։ Հա, այս բոլոր տեղերն էլ տենց է։ Հանքեր, բան, տարբեր, ոչ միայն որ հələ աշխատացնելու օդը կեղտոտելով սկսած եւ այլն, որը հիվանդությունները հազար ու մի առաջացնում, իրանք էլ մեջը մտածեն։
սեզոնական բնույթ հակերում էլի պետական ասածը։ Ասած Հա, պետ։ մեկը իրանց մարտիկով բերում են, չերես իրանց, եթե հանգարց իրանք կոնկրետ չեն, իրանց աղբերը չինգերն այնց վիճակում են դնում, որ մեկը բերում են, հա, եւ մեկը բերում են իրանց են պարտական ենթարկվում են իրանց մեկը։ Սա այսօր, այս վիճակը լրիվ կոնտրոլանել ինչ-որ կոնկրետ։ Ոնց, այո, առաջինը ձերան ինչ է։ Հայկ ջան, առաջինը պետքա պետական վերահսկողություն լինի ուժեղ սրա նկատմամբ։ Ինքը ղեկավար է երկրի, չպետք է քիթը խոթի տես բաների մեջ ոչ կառավարության անդամներին։ Կառավարության անդամները, պաշտոնյաները ոչ թե գալիս են իրանց անձնական հարստությունը լավացնեն իրանց կյանքը թողեն գնան, այլ գալիս են հենց անեն, որ ժողովրդի համար լավ լինի սերունդներով։ Դրա համար առաջին իհարկե այսօր չէ, հա, այսօր հակառակն է, ամբողջ է։ Դա պետք է վերացվի։ Ամենաառաջնային բաներից մեկը է այդ արինելու։